Հենց հիմա, այս ինչա, 29 հունիս, արդեն 4 ծառ հատել են Երևանի քաղաքապետարանն աշխատանք անում, լեգենդ ֆիրման է, իբր կոյուղի պիտի քաշեն, այսքան ազատտեղ, այնքան ազատտեղ դրել, ասма սաղ ծառերը պիտի կտրենք, որ ստեղով կոյուղի քաշենք։ Լավ, այսքան հիմար որոշում կայացնողները, այսքան չգիտեմ, հələ ստեղ նայեք, հələ ինչ ծառեր են հատում։ Թոթով հենց նոր կան, էլի։ Նայեք հələ։ Բոլորը կանաչ ծառեր։ Նայեք հələ։ Ասма կոյուղի ենք քաշում։ Խնդրում եմ շատ տարածեք սա, ես առանձինել եմ հիմա նկարում։ Արմատախիլ են արել, նայեք ինչ մեծ ծառեր, բոլորը կանաչ, ու ասма կոյուղի ենք քաշում, որևէ տոմս հիմա ստեղ չունեն, այս մարդիկ զանգել եք գան։ Որևէ տոմս չեն ցույց տալիս, ես հիմա սպասում եմ ցույց տան հատման տոմսը, հələ ստեղ նայեք։ Խնդրում եմ շատ տարածեք այս տեսանյութը, որպեսզի իմանաք, թե ինչ ոճով է աշխատում Երևանի քաղաքապետարանը, արդեն չափ ու սահմանը կորցրած, որևէ կանաչապատման աշխատակից քաղաքապետարանի ներկայացուցիչ ստեղ գոյություն չունի, ինչ որ լեգենդ ֆիրմա է, կոյուղի են քաշում ու սաղ ծառերը սենց որոշել են փրթեն, որ տակը կոյուղի պիտի քաշենք։ Այն դեպքում, որ նայեք, այստեղ այսքան ազատ տարածք, ինչ որ զավթված գարաժներ, բայց չէ, սաղ ծառերը պիտի հատենք, որպեսզի կոյուղի քաշենք։ Դուք կողմ եք, որ սենց բան է կատարվում, այս ծառերը հատվում են։ Ինչ։ Ասма կոյուղի ենք քաշում։ Բոլոր ծառերը հատվի, կոյուղի քաշվի։ Հիմնական գիծը 60 տարվա գիծ է, կարես պահել։ Այսինքն ուրիշ տեղով անհնար է անել, պետք է բոլոր ծառերը քաշենք։ Հնարավորությունը որ լիներ կարող։ Ես ձեր հետ բան չունեմ խոսալու, դուք ինչ գիտեք անհնար է թե չէ։ Բարև ձեզ, որ ֆիրմայի ներկայացնեք։ Խնդրում եմ ցույց տվեք ծառերի հատման տոմսերը։ Եկեք ես ձեզ վիոլայից մի հատ ցույց տամ։ Մնացածը հատենք քաղաքապետարանի հետ։ 4 օրը մեկ կոյուղու այդ գեղեցկությունը լցվում է բակ, ոչ թե։ Ո՞վ գեղեցկություն լցվում է բակ, այն ձեր զարթված գարաժները թող քանդեն, տեղում կոյուղի անցկացնեն։ Կոյուղին ընդե սիստեմ։ Կոյուղին ստեղից անցնում է այնտեղ, այնտեղով գնում, չէ։ Կոյուղի դեպի լինի։ Հեսա կասեմ ինչի մամրա։ Տակը ինչ է։ Օրինակ։ Չէ, երբ որ բարձրաձայնվում է։ Ես կարդամ ես կարդում եմ Վեոլայի բանը։ Ի պատասխան ձեր 070724 դիմումի հայտնում եմ Վեոլա ջուրն ասում, որ Երևան քաղաքի նորնորքի երկրորդ զանգված 47 շենքում կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ Վեոլա ջուր ՓԲ կողմից սպասարկվող կոյուղագծի եւ դիտահորի վրա կատարվել են ցանկապատման եւ ծառատնկման աշխատանքներ, որոնք պատճառ են հանդիսացել կոյուղագծի եւ դիտահորի տեխնիկապես վնասման, այսինքն տարածքի կառուցապատման ընթացքում չեն պահպանվել ՀՀ հողային եւ ջրային օրենսգրքերի պահանջները, որոնց համաձայն ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերին հարող տարածքները համարվում են անօտարելի գոտիներ եւ ենթակա չեն մասնավորեցման։ Տեղեկացնում եմ, որ ընկերության կողմից սպասարկվող կոյուղագծերի վրա վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար ընկերություն դիմել է նորնորք վարչական շրջանին դիտահորի հարևանությամբ առկա ծառերը հատելու, ինչպես նաև ցանկապատերը ապամոնտաժելու համար։ Վերջինիս ձեռնարկած քայլերից հետո ընկերության կողմից կիրականացվի դիտահորի վերականգնության աշխատանքներ։ Վարչական շրջանը որևէ կերպ իրավունք չունի, ես մեկնաբանեմ, որևէ կերպ իրավունք չունի տալ ծառերի հատման թույլտվություն, դա իրավունք ունի տալ միայն կանաչապատում հիմնարկը եւ ՀՀ ընդերքի տեսչական մարմինը, եւ այդ թուղթը չի կարող ունենա որևէ օրինականություն, եւ հենց հիմա մենք զանգում ենք 119 եւ հրավիրում ենք ընդերքի տեսչականին այստեղ։ Բյուջեի վերահսկման հանձնաժողով։ Որ հատվածի Երևան քաղաքի ամբողջ։ իսկ բյուջեն էս գործողության հետ ինչ կապ ունի, այսինքն Դե ինձ ասում եք որտեղից եք, ասում եմ որտեղից եմ։ Ես այն մարդն եմ, որ չեմ ուզում օդ չլնի շնչելու ու ստիպված մի օր Երևանից գնամ։ Այս տարածքի առաջի բնակիչ։ Մի վարքյան կներեք խոսում։ Ալո։ Բարև ձեզ, Էդուարդն է Հայրումյան։ Խնդրում եմ Թոթովենց Մոլդովական։ Սաղ
Մոլդովական 26-2 հասցեում ծառահատում է իրականացվում առանց ծառահատման տոմսերի, խնդրում եմ շտապ եկեք ստեղ էլի։ 2. Ես հասանելի եմ, բայց խնդրում եմ շտապ էկիպաժ ուղարկեք այստեղ էլի, առանց ծառահատման տոմսի ծառահատում է իրականացվում։ Լավ։ Ես նկար WhatsApp-ի նայրային կուղարկեմ հիմա լավ։ Որտեղ եք աշխատում։ Մի վարք է։ Ասեք Էդուարդ Հայրումյանն է։ Էդուարդ Հայրումյանն է։ Ինչա չլսեցի։ Շատ լավ։ Ոչ մեկ իրար հետ կապ չունի։ Ոչ մեկ իրար հետ։ Կարասի գնաց, կարասի գնաց ձախ։ Մի հատ թուղթ են ցույց տալիս, որտեղ Վիոլան դիմել է նոր նորքին, որ նոր նորքը համաձայնվել է, որ այս ծառերը հատվի, որպեսզի կոյուղին կարգի բերվի։ Այսինքն ուրիշ ձև չկա կոյուղի կարգի բերելու, միջև այս ծառերը ամբողջությամբ չհատվի։ Այսինքն այս տնակները, այս գարաժները պետքա մնան իրանց տեղում։ Սրանք անձեռնմխելի ավտոտնակներ են, անձեռնմխելի գարաժներ են։ Ես խնդրում եմ այս ընթացքում ուղարկեք նաև Տիգրան Ավինյանին։ Սա անձեռնմխելի ավտոտնակներ են, իսկ կանաչ գոտին դա թշնամին է մեր կոյուղու։ Պետքա հատվի, որպեսզի շենքի որպեսզի շենքը կարողանան կանալիզացիա քաշեն, ու այս ծառերը պատրաստվում են հատվել ըստ նոր նորքի թույլտվության։ Ես հենց հիմա թաղապետին էլ կզանգեմ, թող գա ստեղ տեսնեմ այդ ոնց են թույլտվություն տալիս եւ ոնց է նոր նորք վարչական շրջանի ղեկավարը թույլատրում Վիոլա ջրին հատել ծառերը։ Դուք այդ իրավունքը չունեք, խնդրում եմ սա նաև ուղարկեք Մարատ Սևոյանին, որ ինքը որևէ իրավունք չունի թույլ տալու հատվի այստեղ ծառ, սա միայն իրավունք ուներ թույլ տալու կանաչապատումը եւ ընդերքի տեսչականը, ամեն ծառին հանելով հատուկ տոմս հատման եւ ամեն ծառի համար հատման տոմս ներկայացնելով որևէ այլ վերլուծություն այդ թղթում չկար, թե ինչու պիտի հատվեն այս ծառերը, որպեսզի կարաք ներկայացնեք խնդիրը, ներկայացրեք, խնդրում եմ խնդիրը, ինչու է հանրությունը, ուղիղ եթերում ենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այո։ Նոր կոնկրետ երկրորդ մասիվը, կոնկրետ 26 երկու շենքը վերահանձնման բնակիչներին 1966 թվականին։ Որից մաթեմատիկական չափաբաժինը արեք։ Հիմա գտնվում ենք 2026 թվական։ Կոյուղու հիմնական գործողություններ չի կատարվել վերափոխումների հետ կապված, թարմացումների հետ կապված։ Մոտավոր 2 օրը մեկ այստեղ ամբողջ կոյուղի շենքի հարևանությանը լցվում է վատը։ Դա լինի ամառը, թե լինի ձմեռը։ Երկար ներկայացնելով խնդիրները, հիմա այսօր եկել է մի բան, որ պիտի այդ հարցի լուծում գործվի, տրվի, այսի միայն մեր շենքը չի։ Այսի հարևան շենքն է, մյուսը այնտեղ մակապարտեզն է, մի հսկայական գիծ է, մենակ մեկով չի։ Դուք ասում եք ավտոտնակներ, գեղեցիկ հատված չի, բացատրություն եմ տալի։ Գիտեք այնտեղ ինչ է, կոյուղագիծը եռաֆաս հոսանքների հետ եք անցկացնում։ Հա? Բացատրեք դուք խնդիրը ուղղակի ինձ մի հարց տվեք, թող բոլորը հասկանան ինչու է հատվում ծառերը։ Այո, թթվածինը չկա։ Այո։ Ես առաջի բնակիչն եմ, կարող դուք ինչպես եք մտածում, ես չեմ ցանկանում թթվածին։ Չէ, կարող է ձեզ բացատրել են, որ սենց պիտի Ես միջև չհասկանամ, երբ որ պատվալից մեջ այդ շենքի հենքը լցվում է կեղտոտ ջուրը, այդ ամբողջ կեղտոտ ջրի հոտը եւ նրանից հաջորդող էֆեկտները վայելում եմ ես եւ իմ ընտանիքը եւ իմ բնակիչները, որոնք ինձ հետ ապրում են։ Այդ ժամանակ որևիցե մեկը, երբ որ տասնյակ տարիներով բարձր ձայնում ես, մեկը չի գալի ասում, բնակիչ ինչով օգնենք։ Տարիներ անց հազիվ կարողացել եք ինչ-որ ձևի բերենք, այո, հաճելի չի։ Այս բոլոր ծառերի հետ մեր մանկությունն է բարձրացել։
Այսինքն դուք պնդում եք, որ անհնար է առանց այս ծառերը կտրելու, այստեղ կոյուղա գիծ թարմացնել։ Այո, որովհետև տեխնիկան պիտի մտնի, ճիշտ է։ Տեխնիկան չի պիտի մտնի։ Պիտի մտնի։ Եթե դուք կարող գտնեք, Ես կարամ գտնեմ տեխնիկա, այնտեղ երրաֆաս հոսանքներն են։ Այնտեղ էս ամբողջ հատվածի հոսանքները։ Երրաֆաս հոսանքը գետնի տակ մետր ու կեսա, տեխնիկան կարող այդտեղով աշխատի, այս փողոցի ճանապարհը քանդի, այդտեղով կոյուղի անցկացնի, օրինակ։ Կոյուղու տեղը դու գիտեք, հանել են կոց։ Չքանելու, ասում եմ փոս քանդեք, ընդեղից իջացնեք ընդեղ, ընդեղից տանեք ընդեղ։ Դա ճարտարապետական չափաբաժին է, հարգելի Էդուարդ։ Դա պիտի լինի ներքև, իսկ այնտեղ դուք ասում եք վերև։ Փոս քանդեք։ Հիմա ստե փոս եք, չէ քանդելու։ Էսի կա ինքը արդեն, հինը այստեղ արի էս։ Հինը քանդելու են, նորից նորը չէ դնեն։ Հնի տեղը նորը պիտի լինի։ Էսի հինը, հնի տեղն է սա։ Այսինքն այսպես, մեկ այնտեղ թաղված են աղբիտակը, ծառերից թերի մեջն է։ 1, 2 Սա կոյուղի գիծն է։ Ես ուզում եմ հասկանամ, այ այս ծառը կտրելը ինչ Հեսա, այդ ծառը հեսա։ Ինչն է հես։ Այն ծառն եմ ցույց տալիս։ Այն ծառը ախպերես, այս հանել եմ ընդ ցավը տա։ Այստեղ։ Ստեղից։ Էսել կոյուղն է, հեսա կոյուղ։ Բա այն ծառը խի եք կտրել։ Այս ծառը ինչի համար եք կտրել։ Ինչ։ Այդ դուք որոշեցիք, որ ծերացել է։ Տեխնիկան պիտի մտնի կա։ Տեխնիկան ստեղ այդտեղ գործանելու համար տեխնիկան ստեղ ինչի համար պիտի մտնի։ Ես չգիտեմ, թող գան բացատրեն, էլի, հեսա կգան կբացատրեն։ Ես կհասնեմ նրան, որ առանց այս ծառերը կտրելու ձեր կոյուղին կփոխվի։ Դե հենց հիմա գալիս են, էլի։ Գալիս են, դուք էլ առանց դա անելու փոխելու եք։ Այ ինձ չէ կարող ասել, պիտի։ Ձեզ չեմ ասում պիտի։ Բայց էր ասել։ Իրանց եմ ասում։ Իմ ասածը, Հա։ Այսօր դուք եկել եք, չգիտեմ ինչ եք ասում։ Հա, ես ասում եմ, որ իմ վարչական շրջանում Ես ինչ ա եղել։ Ծառ տնկել եմ։ լավ եք արել, դուք դեռ տնկած ծառը իրավունք չունեք կտրել։ Ով ասեց։ Հայաստանի Հանրապետության օրենքը։ Դուք ձեր տնկած հանրային տարածքում Այս Հայաստանի Հանրապետության օրենքը թող լինի իր տեղում ամեն կետում։ թող լինի։ Ես որտեղ կարում եմ, այդտեղ պաշտպանում եմ։ Ճղրտված բուլեցենները դարձմա վավեր եկել Հայաստանի Հանրապետության։ Ես որտեղ կարում եմ պաշտպանում եմ։ Ես կարում եմ պաշտպանեմ ստեղ, որ դուք որևէ քաղաքացի հանրային տարածքում տնկած իր ծառը նույնիսկ մի տարի հետո իրավունք չունի հատել։ Եթե չէիք ուզում տնկեիք, մի տնկեիք, բայց եթե տնկել եք, դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է արդեն։ Ես եմ արել իր ֆինանսներով, հիմի ուզում եմ քանդեմ Հայաստանի Իրավունք Հանրապետությունը պետք է ասի, չէ։ Դուք իրավունք չունեք քանդեք, որովհետև անելուց պետքա ոչ։ Անելուց պետքա թույլտվություն ստանաք, անելուց պետք է թույլտվություն ստանաք, իսկ քանդելուց եւս։ Ես երեխա որը պետք է խաղալ, ով են խաղալը, ուր էր Հայաստանի Հանրապետությունը։ Ես չգիտեմ։ Ուր են ձեր Հայաստանի Հանրապետության բարելավումները։ Ուր էր։ Գրպաններում էր։ Ոմն մարդկանց։ Ես չեմ ասում տենց չի։ Ստա ասում ես չէ մի արա, կոյուղի շնչի, լուրջ։ Ոչ, չեմ ասում տենց, ասում եմ առանց ծառը կտրելու պետք է հատել կոյուղին, բանը սարքել կոյուղին։ Դուք ինձ հանեցիք հանա, փորձում եք հա։ 1 տարի շարունակ ամբողջ 15 բնակարանում գնացելա ոչ թե խմելու ջուր, օճառաջուր, ինչ արեցիք։ Բարսաձայնել եմ, ինչ եք արել։ Թաղապետարան պահանջեք, չգիտեմ, վիոլայից պահանջեք։ Այր ինչ եք անում, ասես գնա թաղապետարան, բայց թաղապետարանն դիմեք, թաղապետարանը մի ձևով ինձ օգնել է։ Հիմա եկել ես ասես թաղապետարանը։ Հիմա կարող է ինչ որ մի բնակիչ 11-ից հետո երաժշտությունը բարձրացնում էր, գնաք ասեք թաղապետարանը գա սպանի այդ բնակչին, ասեք շնորհակալություն թաղապետը։ Օրինակ։ Տեսեք, սա ծառա։ Այսինքն մի հարցը լուծելու համար մի բանը օրգանիզմի հետ է, դա առողջության հետ է, ծորակը բացում ես, լվացկա ջուր է գնում։ 15 բնակարանում ուր եք։ Թող եք։ Բարձրաձայնել եմ ես։ Թե քաղաքապետարան, թե թաղապետարան, թե ջրի տարբեր տեղերը։ Լավ եք արել, իրենք թող օրենքով, եթե եկել եք, ասես դու արի կոյուղի շնչի չկա։ Տենց բան չեմ կարող ասեմ ես։ Ոնց կարամ ասեմ։ Ոնց կարամ ես ասեմ դուք կոյուղի շնչեք։ Ես ասում եմ առանց ծառերը հատելու հնարավորինս արեք դա։ Այսա կգան ցույց կտան։ Այն ծառը խի եք հատել, այն ծառը խի եք հատել։ Այն ասма ոնց այն ծառը խի եք հատել։ Ես չեմ դու ես տեխնիկա շոֆեր եմ, քելնստի տեխնիկա այսպես դու կոյուղի։ Ասում եմ այ այն ծառը ձեր ինչին էր խանգարում։
Թույլտվության խանդել է։ Թույլտվություն ով ա տվել։ Նոր վարչական։ Ոչ, չկա քաղաքապետարան թույլտվություն ձեր թղթում։ Թող գան ցույց տան։ Արգելիս, Ես սպասում եմ կանաչապատ տարածքա լինում, նախագիծը անում։ Կխնդրեի դուք որպես կանաչահատման, չգիտեմ, այս պահպանման համար, կխնդրեի չեն։ Դե եթե չես ուզում նկարվես, մի հանրային խոսա։ Դե ուրեմն հանրային ես խոսում ուղիղ եթերում։ Ես հասարակական վայր չի որ դու ինձ նկարես։ Հասարակական վայր է։ Հասարակական վայրը գիտես ինչն է։ Ես անհատ եմ։ Ոչ անհատ չէ, հենց հիմա շինարարություն անողն ես ու այս ծառը հատման պատասխանատուներից մեկը։ Այո, բայց ես ցանկություն չեմ նկարվել, ես էլի եմ ասում։ Տեսեք, եթե նախագիծը լինում, դուք բարի եղեք, այդ նախագծի վերայով մի հատ անցեք։ Ով դուք։ Դուք Դուք ով։ դուք պատասխանատու եք այս պահի ծառի համար։ Ես որպես քաղաքացի եմ պատասխանատու այս ծառերի համար։ Հա։ Դուք որտեղ եք աշխատում։ Ես իմ աշխատանքը կապ չունի, ես բյուջեի վերահսկման հանձնաժողովի անդամ եմ ու Երևանի ցանկացած խնդիր ինձ հետաքրքրում է, մանավանդ էկոլոգիական խնդիրը, մանավանդ այն խնդիրը, որը ազդում է իմ երեխու թթվասնի շնչելու հաջորդ օրվան։ Ուզում է լինի ստեղ, ուզում է լինի երրորդ մաս, Շենգավիթ կամ չգիտեմ ուր։ Եթե մենք հաջորդից ստե ծառայերը չլինի, այստեղ մենք ենք ապրելու, Իսկ ես եմ ապրելու։ Լավ, ես ձեզ ասեմ, ձեր շենքից 3 հոգի ինձ ուղարկել է, որ մենք դեմ ենք սրան, ուղղակի երևի ձեզանից վախեցել են կան կռիվանեն։ Ձեր շենքից են ուղարկել։ Ձեր շենքից են ուղարկել, որ ես գամ ստեղ, էլի ասեմ։ Բոլորը չեն կողմ ձեր նման։ 3 հոգի ինձ ուղարկել են, որ եկեք մեր հայաթի ծառերը կտրում են։ Որովհետև գործ տվող են, որտեղ երբ որ գոյուղին լցվում է, ոչ մեկ ինչ չի անում։ Այդ վաղ իրան գալիս են ինձ են կներեք, հելի շորիցս ձգնելով։ Վերկաց, գոյուղին լցվում է, հասի, բրկի։ Իսկ հաջորդին ես գիտեմ, որ պետք է իրանք ես ուրա, իրանք օտարազգիները ինչ է ասում, սպաս հեսա ձենը լսվելու է։ Հեսա ձենը լսվելու է, հա, որտև իրանք մարդ չեն, ասողը մարդ չեն։ Խնդրում եմ մի վիրավորեք։ Ոչ որևէ մեկին։ Չէ, մի վիրավորեք, ասում եմ ոչ մեկին։ No, ես իմ ասած բարի համար տեր եմ։ Ասի իմ առաջին արգի մեջ վեճը չի։ Այդ մարդը Եթե այս շենքում կա մի մարդ, ով գիշերը 11-ից հետո երաժշտություն է միացնում, ոստիկանությունը ամեն անգամ գալիս է տուգանում, ինքը շարունակում է միացնել։ Այդ մարդուն ինչ որ մեկը գա սպանի, ասելու ենք ապրեք, մեր հանգիստ։ Օրինակ էլի ինչ որ մեկը գա սպանի, ասելու եք լավ, հա։ Հարևանը ստե ամբողջը ծոտերի հավանոց էր վերածել։ Հա, հարցը գալիս էր հասում էր մարդասպանության։ Վերջին թանուր ուժերով երկար տարիներով գտանք հարմար կառավարության պետության խոր հանդարտությամբ մինչև իրանք ես տունը ծախեն գնան սեփական տուն ուզում ես ծիտ պահի այդ հնդուշկեքդ պահի մուծարան սարքի հա այդտեղ էլա դուք հիմա սրությանն եք ծայրահեղությունից եք վերցնում հա հարևանը երաշտությունը 12 միասից գնամ խփեն Ես հարևանը խմում է հայոյանքների պաշտոնը բացել է քանի տուն ենք Ես չգիտեմ քանի ատոմ է։ Մարդը կնկանած է, Բայց իմ ասածը այն է, որ եթե ուզում ենք օրենք, պիտի օրենքով պաշտպանենք օրենքի պահպանություն։ Հա։ Այդ ձեր բողոքած, որ ասում եք 3 հոգի, չգիտեմ, այդ բողոքածներից մեկը մեզ ռասվել է մենք փոխել։ Ինքը ասում է ես ապրում եմ 5-րդ արգում։ Առաջի արգի ժողովուրդը մի կոյուղին լծվի մեջ, թե չի լծվի, այդ ինձ вообще չի հետաքրքրում։ Ես կարևորը ապրում եմ 5-րդ արգում, իմ մոտ մաքուր ամեն ինչ։ Էդի որքան ով է ճիշտ։ Եթե ճիշտ է գտնում ճիշտ է, աղ չկա։ Ստեղ դուք չեք հասկանում ինչի մասին է խոսքը։ Դուք ասում եք, տպավորությունն է, որ ես ասում եմ կոյուղի պիտի չանցկացվի, դուք ասում եք պիտի։ Ես ասում եմ կոյուղին պետքա փոխվեր դեռևս, եթե 10 տարի առաջ էր խնդիրը, 10 տարի առաջ։ Եթե 5 տարի առաջ էր խնդիրը, 5 տարի առաջ, եթե հիմա է խնդիրը, հիմա եւ հնարավորինս վնաս չտալով բնությանը։ Եթե չկա տեղանք կոյուղին անցկացնելու համար, ապա դուք ունեք այստեղ շատ սիրով զավթված ավտոտնակներ, շատ սիրով փակված եւ բոլորը կարելի է այնտեղով անցկացնել, էտա։ Ջոգի, ոնց ջոգի, բա ինչ արի, բա կանաչ տարածքը կտրում եք երեխեքի, որ պիտի օդ շնչեն, հովի մեջ ապրեն, բայց գարաժներին պիտի ձեռ չտանք։ Լսեք, Հա։ լավ, հա։ Հա։ Գարաժի տակը չի կարա լինի։ 1 Գարաժը որ քանդենք տակը կլինի բա։ Ապելները է, կարող ես այս գեղեցկությունն է, այս արվեստի կենտրոնը ինչա որ Դա ինչ է։ ուշքս գնա նայեմ ասեմ։ Բա ինչ է։ Ասեմ ես գարաժ չունեմ, չասեք կողմնապահություն անում։ Քայլ մեկ չի կարող։ Ես այս իմ հաջորդ քայլը լինելու է, որ ես այս ամբողջ գարաժների համար հատ հայտ եմ բացելու քաղաքապետարան, որ պետքա այս տարածքը բարեկարգվի, քանդվի գարաժները ու բարեկարգվի։
Ինձ բոլոր բակերն էլ հետաքրքիր է։ Ինչպես։ Որտեվ ուզում են բոլորը լավ ապրեն։ Դեք բարձրանք վերևի հատվածում, բաները մոնտաժումը արած է։ Վերևի հատվածը շենքից ներս դա համատիրության խնդիրն է ու համատիրության նախագահին պետքա դուք ընտրեք։ Այս հատվածը քաղաքապետարանի խնդիրն է։ Ես կդիմեմ անպայման։ Արած է, քամին բարձրացումը, հողը լցումը, բնակչի տունը։ Շենքի ներսի խնդիրները ձեր եւ համատիրության խնդիրն է։ Տեսեք, դուք Տեսնեմ, չտեսնեմ։ Ես ասում եմ օրենք պիտի լինի։ Ուրեմն, երբ որ ես Հայաստանի Հանրապետության ամեն օրենքի կետը գործի, այնքան լավ կլինի։ Հիմա ինչ որ Այնքան գեղեցիկ օրենքները կան, բայց իրենք չեն գործում։ Հիմա որ ինչ որ մարդիկ օրենքները խախտում են, մենք բոլորս մենք կարանք խախտենք։ Օրենքը խախտում է, իմ օրենքը խախտվում է։ Ես Իմ անձնական չէ, շատ օրենքներ խախտում է, ով է լուծել։ հենց տեղ իմ անձնական խնդիրը այսօր խախտվում է։ Իմ մի հատված թթվածինը, մաքուր օդը, իմ վարչական շրջանի հենց հիմա կտրվում է, հատվում է։ Մի քանի տարիներ եք վարչական շրջանի ներկայացիչ։ 18 Մի քանի տարիներ։ Ես 55 տարի եմ այս շրջանի ներկայացիչ։ Որից իրավունքն է նա շատ։ Ինչ կապ ունի կարա հենց վաղը ընդհանրապես կապ չունի։ Վաղը կարա ինչ որ մեկը գա, ինքը ավելի շատ իրավունք պահանջի, քան դուք։ Վաղը կարա այս մարդը գաստե ապրի, ավելի շատ իրավունք Իմը։ Թե ձերը։ Ես որ սենց նայում եմ, որ ես սենց նայում եմ իմը։ Հա։ Ես որ սենց նայում եմ իմը։ Տարականները ես եմ շնչում։ Ես պետք է շաբաթը մեկ։ Ով գոյուղին սարքելու դեմ է, ինքը հիմար մարդ է։ Բայց ով Չեք հասկանում։ Ով գոյուղին սարքելու դեմ է, ինքը հիմար մարդ կարա լինի։ Հիմար։ Խելքից պակաս կարա լինի, որ ինչ որ մեկը գա ասի գոյուղին պետք չի սարքել։ Բայց ոնց։ Էսա կիմանաք ոնց։ Հա, ասեցիք տեխնիկա է գալու, չէ։ Չէ, Արմատը անել եմ փոյուղը բերից, որը ես պետք է սես քանդեմ։ Այս ծառի պատասխանը տուր։ Մի հատը հանել ես, այս ծառի պատասխանը տուր, ես հանել։ Գոյուղուցը 5 մետր, 3-4 մետր, բա մի քիչ առաջ ասում եք 5 ծառա։ Ընկեր ջան, տեխնիկայի ռուլի դու նստիր, լսիր, տեխնիկայի ռուլին շոֆերը դու ես, եթե չես կարող աշխատանքը անես, գնա ասա չեմ կարող աշխատեմ, գնա ուրիշ տեղ փոքրիկ տեխնիկա քշի, եթե չես կարող տեխնիկա քշես։ Թեկուզ փոխնիկ տեխնիկա, մի ոտկալա չանես ես։ Քանի ոտ ուզես։ Այսի ոնց է, փոքր տեխնիկա ոնց է շոթը։ Որը։ Այսի, խոսքի։ Չէ, այս ծառը հատում եք։ Այս ծառը հատում եք։ Հա, էտել, սա հատում։ Հարցը այնա լավ է սա։ Հանգարի գործ։ Հարցը այնա, որ դուք հատման տոմսեր չունեք ծառերի։ Հավատանեմ, ունենք ոչ չունենք։ Ոչ չունենք, հավատ Չունեք։ Չունեք հատման տոմս։ նոր տասած։ Ոչ, հատման տոմսը գիտես ինչ է։ Հիմա կարող է ասես, այս նաև Վիոլայի տնօրենի անձնագիրն է։ Եթե դա ուրիշ թուղթ է, ոնց ասեմ ես դա հատման տոմս է։ Ես գնամ ակնոցից զարյատկեն անստել, համ հիմա անջատեմ զարյատկի դնեմ սա ու բժշկից էլ ուշացել եմ, զանգեմ բժշկին ասեմ, որ ուշանում եմ, զանգեմ ոստիկանություն, զանգեմ կանաչապատում ու նորից ուղիղ եթեր միանամ, հեռախոսը դնեմ զարյատկի։